Վերնափոխադրման օֆիսի մենեջեր եմ, Arus Group կամպանիայի տնօրենը, որը 15 թվականից այս ոլորտի մեջ է եւ աշխատում ենք ԱԶ վարորդների եւ ՍՊ-ների հետ, որոնց հետ միջնորդ կազմակերպություն ենք հանդիսանում, այսինքն վարորդին ավտոյի տիրոջը կապում ենք բերի տիրոջը եւ այդտեղ մեր աշխատանքային իմաստը այն է, որ միջնորդ կազմակերպություն ենք հանդիսանում, հիմնականում տղաների բողոք կայանում է նրանում, որ նրանք հիմա բերը բարձելուց հետո երկար ժամանակով կանգնում են անցակետերում, որովհետև այնտեղ վրացական դամոժնյայում վրացի վարորդներին ընդառաջում են առաջ են թողում, իսկ մեր վարորդները բեռները վրեքը օրերով կանգնում են եւ ասենք ագրեգատ է միացված, ռեվ մեքենաները սառնարաններ են, որտեղ միրգ է փչանում, բանջարեղեն է փչանում, մի խոսքով բողոքը նրանում է, որ կառավարական ոչ մի աջակցություն չկա, խնդրում ենք ուղղակի պետական միջամտություն լինի, որպեսզի անցակետերում շատ հանգիստ անցնի վարորդը, կիլոմետրերով ֆուրեր են կանգնած, առաջ պայմանները էլի լավ էին, հիմա շատ վատացել է, այստեղ էլ ընտանիքներ պահող տղաներ են, որոնք ամենքը մի տան գլուխ է, ընտանիքն է պահում, խնդիրը այն է, որ աշխատատեղերը գնալով փակվում են, այս մոտեցումից ելնելով։ Հիմա խնդրում ենք, մոտեցել ենք, որ դիմենք պարոն Փաշինյանին, որ որևէ միջոցներ ձեռնարկի, մարդիկ կարողանան աշխատել, ճիշտ գնա գա մեքենաները ժամանակին տեղ հասնեն, բեռները չփչանան, ավելորդ խնդիրներ չառաջանան։ Տեսեք, նույն խնդրով նաև դիմել էին Վրաստանի դեսպանատան դիմաց կոնյակագործները, ու նաև բողոքի ակցիա էին իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց, ու նաև դիմել էին կառավարությանը, սակայն առայս պահ կառավարությունից որևէ արձագանք չկա։ Հիմա դուք հույս ունեք, որ ձեր խնդրին կարձագանքեն։ Այո, այդ կոնյակագործների խնդիրը նաև կապակցված է վարորդների հետ, որոնք ունենք մեքենաներ, որ հիմա տեխնասմո տրամատած այդ կոնյակի վերաբերյալ ունեն մեքենաներ, որոնք մնացել են, դեռ չեն անցնում։ Մի խոսքով հույս ունենք, դեռ չենք, հույսերս չի կորել, միգուցե կլինի էլի աջակցություն եւ հուսով ենք, որ կօգնեն մեզ։ Իսկ ձեզ պատճառը որն է, որ փակել է։ Դե փակելը չեմ փակել, վրացական մեքենաներին անցկացնում են, այսինքն տեղի տամոժնյայի աշխատողները ռուսը վրացին անցկացնում է, իսկ հայ վարորդներին։ Չէ, բայց այս խնդիրը պատճառը որն է, որ հիմա պատճառը չեմ կարող ասել, միջպետական ինչ-որ ոչ մի ձևի չենք կարող էլի, մենք քաղաքակետ չենք, որ կարողանանք որևէ իմաստ արտահայտել։ Բայց քաղաքական ենթատեքստեր տեսնում եք։ Այո, սա քաղաքական ենթատեքստի է կպած եւ ոնց որ հայերին ճնշելու միջոց եւ ուզում ենք, որ մեր կառավարությունը արտանա եւ հասկանա, որ ամեն ինչին վերահսկել է պետք, բացի թողի վիճակում ենք մենք։ Ամենակարևոր բանը ասենք, որ կառավարական աջակցությունը կլինի այն դեպքում, որ ոչ մի այլ ազգի համարներով բեռնատարներ չմտնեն Հայաստան։ Այսինքն նրանք դատարկ մտնում են, գալիս են մեր բեռը տանելու, այն բեռը, որը կարող է տանել հայ վարորդը հայկական համարներով մեքենաներով։ Հիմա դա ավելի կարևոր է, ուզում ենք դա աջակցեն եւ վերահսկեն այդ պահը։ Ձեր խնդրի մեջ, բողոքնամակի մեջ ընդգրկել եք այդ կետը, որպեսզի կառավարությունից տեղյակ լինեն։ Ճիշտ ասած, այսօրվա բողոք ակցիայի մեջ դեռ չգիտեմ էլի ինչ են կազմակերպել, տղաների հետ ես միացել եմ, էլի կային կամպանիաներ, որոնք պետք է կային։ Հիմա կոնկրետ ձայնը այդպես ենք բարձրացնում, որ անպայման վերահսկեն ոչ մի վրացական, թուրքական մեքենաների համարներով մեքենաներ չմտնեն Հայաստան, այսինքն գալիս են այն բեռը տանելու, որը կարող է տանել հայ վարորդը։ Այսինքն մեր վարորդի հայ բեռը ոչ մի ազգից թող չմտնեն, չտանեն։